Արդյոք պատիժը կիրառական ու արդյունավետ մեթոդ է երեխայի վարքի փոփոխությանը հասնելու համար եւ ինչ հետևանքներ ունի պատիժը երեխայի վրա։ Պատիժը իրականում աշխատող մոդել է, եթե ուզենանք վարքյանին երեխայի վարքի համար փոփոխություն ակնկալենք։ Մի վարք եղավ, պատժեցինք, վարքը փոխվեց, ծնողը գոհ զգաց իրեն այդ պահին, բայց որովհետև ծնողավարումը երկարաժամկետ պլան է ու մենք կարիք ունենք ավելի երկար մտածելու, թե ինչ հետևանքների կարող է հասցնել պատիժը, կարիք կա հասկանանք, թե ինչ հետևանքների է դա ուղղորդում։ Հետևանքներից մեկը կլինի, որ ծնողի երեխայի կապի միջև խաթարում, երեխան կխուսափի տվյալ վարք անելուց միայն, որովհետև պատժի է ենթարկվելու առանց հասկանալու այդ վարքի նախադրյալները ինչ են, կարող է նույն վարքը թաքուն կերպով անի ու ծնողը երբեք էլ չիմանա, նաև հմտություններ չի փոխանցում երեխային, որովհետև միայն խուսափում է այդ վարքից այդ պահին եւ այլ շատ տարբեր հետևանքներ, որոնք կարող են երեխայի մոտ ի հայտ գալ եւ այդ պահին, եւ այդ երեխայի կամ մանկության շրջանին եւ ավելի հետո մեծահասակ կյանքում։ Պատիժը չի աշխատում, որովհետև օրինակ, երբ երեխան ասում է, որ չեմ ուզում դասերս անեմ, ու դրա լուծումը լինում է, որ լավ, դե ուրեմն 5 օր հեռուստացույց չես նայի, երեխան այդ երկու իրավիճակների միջև կապը չի ընկալում, ու մենք այդ հարցով միայն տալիս ենք ժամանակավոր այդ վարքյանին աշխատող մոտեցումներ։ Իսկ ինչ անենք, որպեսզի երեխայի վարքը փոխվի, առանց նրան պատժելու ֆիզիկապես կամ հոգեպես։ Շատ տարածված հարց է ու շատ ծնողների մոտ է առաջանում, որովհետև միշտ կա շփոթմունք պատժի եւ սահմանների միջև։ Այն ծնողը, ով որ չի պատժում, այդ հարցն է առաջանում իմ մոտ, բա ոնց անեմ, որպեսզի երեխայի մոտ այս տվյալ վարքը չկրկնվի։ Ու շատ իրավասու հարց է իրականում։ Բացի պատժից կան շատ այլ տարբեր մեթոդներ, մոտեցումներ, որոնք կարելի են օգտագործել ծնողները, մեկն է այնտեղ սահման նշանակելը, այսինքն, եթե երեխան ինչ-որ հարցում սխալվել է, այո, ծնողը պահպանում է իր դերը, դնում է, նշանակում է այդ սահմանը, մնում է իր դիրքում, ցույց է տալիս երեխային, որ այո, կան որոշակի սահմաններ, որին երեխան այո պետք է ենթարկվի։ Օրինակի համար, երբ երեխան խփում է իր եղբոր կամ ընկերոջ, չի կարող ծնողը ուղղակի բաց թողնի այդ պահը, ասելով որ լավ դե կմեծանա կփոխվի։ Կարիք կա այդ ծնողը այդ պահին միջամտի ու ասի, որ չէ, ես չեմ թողնում, որ այս պահին դու վիրավորես կամ խփես եղբորդ։ Ֆիզիկապես կարող է հեռացնի ծնողը երկու երեխաներին ու ասի, որ դու չես կարող նման բան անել, ես չեմ թողնում, որ դու խփես եղբորդ։ Բացի սահման նշանակելուց կան նաև այլ տարբեր ալտերնատիվներ, օրինակի համար նախապես բանակցելը, պայմանավորվելը, այլընտրանքներ տալը։